Ձեր կարծիքով, եթե մեր ազատամարտիկները ռազմի դաշտում նահատակվելու կամ թիկունքից դավադրաբար սպանվելու փոխարեն ղեկավարեն մեր պետությունը Արցախյան ազատամարտի հաղթանակից հետո, կասկածի տակ կդնեին մեր հաղթանակը, Արցախը Հայաստանից բաժանված կթողնեին, կգնային փոխզիջումների, կասեին պետք է շուտ դադարեցնենք պատերազմը Ադրբեջանի հարձակման դեպքում, կխնդրեին ռուսական միջնորդություն, կտանեին խայտառակ պարտության, կփակեին Արցախյան շարժման էջը, կկատարեին Բաքվի բռնապետի պահանջները, կխոսեին խաղաղության մասին այն ժամանակ, երբ մենք ստորացված վիճակում ենք, իսկ թշնամին անդադար զինվում է։ Իհարկե կարծում եմ բոլորս շատ լավ գիտեք, որ նրանք կանեն դրա ճիշտ հակառակը, քանի որ նրանք քաղաքականությունը կվարեին այն հաղթական մտածելակերպով, որով կարողացան ջախջախել թշնամու զորքերը եւ ազատագրել մեր հողերը։ Նրանք կծավալեին իսկապես հայամետ ռազմավարություն եւ դիվանագիտություն, որը արմատապես հակասելու էր նախկիների եւ ներկաների նեոբոլշևիկներին հարիր, դավաճանական ու պարտվողական քաղաքականությանը։ Նրանք կանեն ամեն ինչ, որպեսզի մենք կարողանանք քաղել զոհաբերություններից ու դաժան պայքարից ծնված հաղթանակի պտուղները եւ ապրենք զգոն ու խաղաղ, արհեստական եւ ահաբեկչական պետություն Ադրբեջանին մշտապես ծնկի բերած պահելով կամ քարտեզի վրայից վերացնելով։